Զանգեք երկնային գրասենյակ, մարդիկ զանգել ասում են զանգի երկնային գրասենյակ։ Կարենք զանգենք համարում ենք, որ կարենք զանգենք ինչ-որ մեկին, ես որպես Վարդան Ղուկասյան խոսեմ։ Օհո։ Ում զանգենք, արա ժամին ինսուլտ կստանա այդ մարդացեք։ Խոսքի հարազատ մարկանցից մեկին։ Հա։ Ում զանգենք։ Արի զանգենք Դավիթ Ֆիդանյանին։ Որպես դրվատանքի։ Բայց համարը չի ճանաչի։ Այ Վահրամի Իմ համարով կզանգենք։ Հա։ Ու խեղճ Ֆիդանյան, ինսուլտ կստանա հեսա։ Պրոստը բաց կապով։ Հա։ Կարելի է, չէ՞ որ։ Դե իմ ընկերներից ասենք տենց։ Բայց հայկական համարով ճիշտ կլինի։ Հա, յանի եկել է։ Հա, ստեղից է զանգում։ Հեսա համարը խնդրեմ, այս վերևի համարն է։ Զանգում Հրապարակենք, Ֆիդանյան, տենանք, հա։ Ուրիշ տարբերակ չկա, երևի թե։ Բայց քնած չի այդ մարդը։ Ինձ թվում է չէ։ Ու չի նայում մեզ։ Ես վստահ եմ որ չի նայում, նաև դա կլինի պատիժ մեզ չնայելու համար։ Պատկերացրի։ Արա ասма Տիգրանի զանգի։ Կարող է արձակել ժամանուր զանգենք։ Ահա։ Բարսախոսով երևի։ Բարսախոսով։ Օ, բայց ասեց իմպրովիզացիա, պես ամենալավ իմպրովիզացիան էսա երևի թե որ կարող լինել պրոստը։ Դավիթ անի։ Ալո, Դավիթ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ այդ խոսում է Վարդան Ղուկասյան։ Ալո։ Այդո։ Այո։ Լսում ես։ Ինձ պետքա Նարեկի համարը շուտ գրի։ Ալո։ Տղա ջան, լսում ես թե չէ։ Անջատեց։ Թաղեմ քեզ, այստեղ եմ ասել։ Հիմա քեզ զանգել եմ։ Այ, խեղճ Ֆիդանյան։ Վատ մարդ ենք էլի մենք։ Չի վեկալեմ, նեմա։ Նեմա։ Դավիթը նեմա։ Հիմա հեռախոս իրարից անջատե, կորպուսը առանձին է, թաղ է, ակումուլյատորը առանձին, սիմ քարտը ջարդ է, փախերա երկրային գրասենյակ։ Այս շատ բայց որ հերոքսով երևի մեկին մեկ է, չէ՞ լում։ Գիտես իվա ինչ արալ Ֆիդանի, բա միացել է, ստեղ ու տանայում է իրան։ Հաստատ։